Վրաց-ադրբեջանական սահմանի մերձակայքում կործանված C-130 ռազմատրանսպորտային օդանավում գտնվող բոլոր 20 զինծառայողները զոհվել են։ Ավելի ուշ Էրդողանը հայտարարել է. Թուրքիայի իշխանությունները հայտնաբերել են ինքնաթիռի սև արկղը, քննությունը շարունակվում է, վթարի պատճառը պարզելու համար։ Ղազախստանի նախագահը Ռուսաստանի նախագահի հրավերով Մոսկվա է մեկնել։ Նոյեմբերի 11-ի երեկոյան Կրեմլում Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը Պուտինը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների դինամիկան, հույս հայտնել, որ համատեղ ծրագրերը կշարունակվեն եւ կզարգանան։ Տոկաևն էլ ռազմավարական է որակել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Չկա մի ոլորտ, որում չգործակցենք, Տոկաևի արձանագրումն է։ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ստիպված է դատի տալ բրիտանական BBC հեռուստաընկերությանը 2024-ի վավերագրական ֆիլմում իր ելույթը խեղաչուրելու համար։ Ֆիլմի հեղինակները մոնտաժել են 2021-ի նախագահական ընտրություններում պարտությունից հետո Թրամփի ելույթը, ինչի հետևանքով տպավորություն է, որ նա բռնության կոչ է անում իր կողմնակիցներին։ Սկանդալի ֆոնին BBC-ի գլխավոր տնօրենն ու BBC News լրատվականի բաժնի ղեկավարը հրաժարական են ներկայացրել։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը նամակ է ստացել Թրամփից, որում նրան խնդրել է քննարկել Նեթանյահուին ներում շնորհելու հարցը։ Հերցոգը ԱՄՆ նախագահի կողմից ստորագրված նամակը ստացել է նոյեմբերի 12-ին, այլ մանրամասներ չեն հաղորդվում։